Մասնակցում եք վերջին քարոզարշավին, հա, ինչ ակնկալիքներ ունեք, պարոն Գյուլնազարյան։ Մեծ ակնկալիքներ ունեմ մեր սիրելի հայրենակիցներից, որ կկատարեն ճիշտ ընտրություն եւ կընտրեն զարգացումը։ Ընդհանրապես, պարոն Գյուլնազարյանի պաշտոնավարման ընթացքից գոհ եք, ինչ աշխատանքներ են արվել համայնքում այդ ընթացքում։ Համայնքի բնակիչները կարծում եմ ավելի մանրամասն ծանոթ են իր կատարած աշխատանքներին, իր մարդկային որակներին եւ պատրաստակամությանը հետագայում այլ ավելի աշխատանքներ կատարելու, շարունակելու կատարված աշխատանքները։ Այո, մենք մասնակցում ենք մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության, մեր տեխնացուին ենք աջակցում եւ հուսով եմ, որ պետք է հաղթենք միանշանակ։ Ինչ կասեք, ժողովուրդը ոնց էր տրամադրված այս քարոզարշավի ընթացքում։ Շատ լավ, դե տեսնում եք արդեն ժողովրդի ներկայությունը հələ դեռ կհավաքվեն եւ հուսով եմ, որ անպայման պետք է մենք միանշանակ հաղթենք։ Միանշանակ պետք է հաղթենք։ Տեսել ենք իրեն աշխատանքը եւ գիտենք, որ շարունակական է լինելու այդ ամեն ինչը։ Սպասելիքները մեծ են, աշխատանքները բնականաբար։ Հուսով ենք ամեն ինչ լավ է լինելու։ Այսինքն եկել եք այստեղ, որպեսզի արձանագրեք մարտի 30-ին ընտրելու եք զարգացում։ Բնականաբար։ Պարոն Գյուլնազարյանի պաշտոնավարման ընթացքում արված աշխատանքներից Դրական գնահատական միայն կարելի է ասել, որովհետև այն ինչ որ չենք տեսել ժամանակին, տեսել ենք մի քանի ամիսների ընթացքում։ Ցանկացած կատարած աշխատանքում դրական միտումը նկատվել է։ Համոզված եմ եւ հույսով եմ, որ փառաքարցին իր ձայնով նպաստելու է փառաքար համայնքի նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, նոր ճանապարհներ, նոր մշակույթի կենտրոններ նորոգմանը եւ վերջա դնելու փառաքար համայնքում քրեա օլիգարխիային։ Կոչ եմ անում բոլոր փառաքար համայնքի բնակիչներին ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի համարին Լուդվիգ Գյուլնազարյանին։ Միայն դրական ակնկալիքներ սիրելիս։ Գիտեմ, որ մարդը եթե խոստանա որևէ բան անպայման կկատարի, իր պաշտոնավարման այդ որոշակի հատվածում կոնկրետ ինձ համար լավ առաջընթաց ա եղել։ Դիմել ենք հարցով եւ չի մերժել մարդը։ Բնականաբար արդեն մտածում եմ, որ հետագայում եթե ինքը ընտրվի եւ հույս ունեմ, որ պետք է ինքը լինի, բնականաբար լավը կլինի։ Աղավ աղջիկս։ Ընդհանուր առմամբ, բայց ո՞նց է տրամադրված փառաքարը։ Դրական, միայն դրական։ Ուրեմն ինքը լինելով հենց փառաքարցի, ես էլ եմ էլի փառաքարցի, ինչ մեղքս տակցնեմ։ Հիմա գիտեք, որ 9 գյուղ միացան, խոշորացված համայնք դարձավ։ Ուզեմ չուզեմ իմ համագյուղացուն պետք է գովամ։ Ստե մի քիչ կարող է սուբյեկտիվ կարծիք լինի արդեն, բայց ես իրան վաղուց եմ ճանաչում։ Ինքը իմ աղջկաս համադասարանցին է։ Նենց որ այդ մարդուն ասենց կարելի ասել ողնուծուծով ճանաչում եմ, վստահում եմ իրան ուղակի։ Մեծ ակնկալիքներ ունեմ, գիտեմ, որ 4-ից ամենալավը ինքը կլինի։ Մենք Գյուլնազարյանին շատ սիրում ենք, հարգում ենք, իր արած գործը գնահատել ենք։ Դրա համար եկել ենք այսօր մասնակցում ենք այս համերգին։ Ընդհանուր առմամբ ինչ տպավորություններ ունեք քարոզարշավից։ Շատ լավ։ Գոհ ենք շատ։ Ոնց է գնահատում պաշտոնավարման ընթացքը, պարոն Գյուլնազարյանի այս կարգը։ Լավ, նորմալ, շատ լավ։ Շատ ուրախ ենք, որ ինքը դրել է։ Մենք է սրտանց ընտրելու ենք իրան։ Կասեմ կուզենային, որ մեր համայնքի համար լավ բարեփոխումներ լինեն, այդ ենք ակնկալում։ Մեր երկրի համար լավ բարեփոխումներ լինեն, լավ լինի ժողովրդի համար։ Շատ մեծ ակնածանքով սպասում ենք, որ կկատարի իրեն առջև դրված խնդիրները։ Ժամանակը շատ կարճ է եղել իր ղեկավարման, դրա համար լիքը դեռ կատարվելիք աշխատանքներ ունենք։ Ակնկալիքները մեծ են, որում մենք շատ փաստեր ունենք, համոզված ենք։ Իզուր չի կարգախոսը ընտրվել ընտրիր զարգացումը, քանի որ 4 ամիսների որ կառավարել է պարոն Գյուլնազարյանը, մենք տեսել ենք զարգացումը, կերապատվի, կքարապատվի եւ իհարկե խոստումներ չեն միայն որ տրվել են Գյուլնազարյանի կողմից, բոլորը
կատար կացվի, համոզված ենք, ժողովուրդը վստահում է եւ համոզված եմ իրենց քվեն տալու են Լյուդվիգ Գյուլնազյանին, տալու են ընտրելու է զարգացում, Փարաքար ընտրում է զարգացումը։ Merci շատ։